մի հայրենակից մեծ խնդիրների մեջ է եւ խորհրդի կարիք ունի։ Գրել է. ապային խաբել եմ վթարի պահով։ Դիմացի ավտոն սխալ է եղել։ Պայմանավորվել ենք, որ ես ասեմ մեղավոր եմ, իրա ծախսը ավելի շատ է, իրան փող տան կիսենք, բայց ստացավ ու չկիսեց։ Հիմա ինչ կարելի արած, կասեք խնդրեմ եմ։ Պատասխանում են հայրենակիցները սրտացավ։ Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ։ Մյուս ուրիշը ասում է. դիմի թորգոմին։ Երևի միամիտ լորեցի ես։ Գնա ավտոն գթի ջարդի, հայկական լուծում խորհուրդ են տալիս։ Կյանքը բումերանգ է, հաճախ ենք լսում, չէ՞։ Եթե իր ավտոն վոլտ է, դեմի ֆարերը տար։ Վոլտ է, ինչ կապ ունի։ Լավ է արել, արժանի եք։ Տատս մի լավ խոսք ունի, ասում է. գիա, դու էլ ես, մենք չէ։ Ոստապ դու ես։ Ու սենց հետաքրքիր խորհուրդներ մեր հայրենակիցների կողմից մեր համարյա աֆերիստ ուրիշ հայրենակցի։ Ժորժ ջան, մի խաբեք, իրար մի խաբեք, ապային էլ մի խաբեք, լավ չի։ Գարեգինից ինչ կա։ Խառն է շատ, ընդդիմությունը վերջնական պայթեց, 1000 հոգի մարդ չեն կարում արդեն հավաքել։ Արա, ես ինչ քաքը գցինք ինձ դուք, ձեր տերտերներով… Մի ջղայնացի շեֆ ջան, գիտես չէ, նկարդ կախել եմ կամերիս պատին։ Են երզրասը ոնց պալի տեղա։ Ինչ ասեմ, անխել կակեբեշնիկ է։ Գարեգինը ամոթից ձեն չի անում, փակվել է վեհարանում։ Արի գնանք Վարդանիկին տենանք։ Այսօր էլի դրա դատն էր։ Սաղ ամեն դատին շոուներ է սարքում։ Ինչ կա Վարդանիկ։ Աչքից տեղ երկար կմնանք։ Նաչալնիկ, պետքա պաբեկ անել է։ Խելքդ լրիվ թրծրել ես։ Պետքա զանգել Մոսկվա, թող միջնորդեն, որ մեզ ազատեն։ Էլ ուրիշ շանս չեմ տենում։ Արշակ, արի գնում ենք դապրոսի։ Yaralım hekimin dur kuze İhtalu et saftalu ce Kani kuze apabali Hule ağin daf